Փաստաբանական գրասենյակների էքսպո ցուցահանդեսի շրջանակներում զրուցում ենք Արցախի Փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Բեգլարյան։ Բարև ձեզ։ Մեր տաղավարից ձախ Արցախի շունչն եմ զգում, որովհետև Արցախի Փաստաբանների պալատի տաղավարը տեղակայված է հենց մեր հարցազրույցների տաղավարի կողքին։ Շնորհակալություն ձեզ մասնակցության համար, հետաքրքիր է ձեր տպավորությունը, ինչպիսին է այս պահին էքսպո ցուցահանդեսի մասին, հասցրել եք այցելուների դիմավորել անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրել։ Շնորհակալություն հարցի համար։ Ճիշտ ասած, այո, դուք շատ ճիշտ նկատեցիք, Արցախի Փաստաբանների պալատի տաղավարը տեղադրած է հենց մուտքի մոտ, կարծում եմ դա արվել է միտումնավոր, որպեսզի ոչ մի էքսպոյի մասնակից բաց չի թողնի Արցախի տաղավարը, որի համար հատուկ շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի ղեկավար կազմին, երեկ ունեցել եք այցելություն, քննարկվել են շատ կարևոր հարցեր, ընդհանուր ունեցել ենք Արցախից այցելություն, մեր տաղավար, Legal Expo-ն, կարծում եմ շատ կարևոր հարթակ է, որպեսզի մարդիկ ծանոթանան այդ պրոդուկտին, փաստաբանական գրասենյակի պրոդուկտին, ինչպես նաև մենք ինքներս ներկայացնենք մեզ, իսկ արցախցիների համար կարծում եմ դա հատուկ տեղ ունի, որովհետև չնայած մենք ամեն ձև փորձում ենք, որպեսզի արցախցիներին տեղեկացնենք, որ Արցախի Հանրապետության Փաստաբանների պալատը ի շնորհիվ Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի շարունակում է իր գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում, բայց այնուամենայնիվ Legal Expo-ն կրկին դրա մասին հիշեցնում եմ մեր հայրենակիցներին։ Պարոն Բեգլարյան, Հայաստանի Փաստաբանների պալատի եւ Արցախի Փաստաբանների պալատի միջև մշտապես եղել է ընդգծված ջերմ եւ բարեկամական հարաբերություններ գործընկերային, ինչպիսին որ կարծում եմ ըստ էության պետք է լիներ նաեւ։ Դուք ինչպես եք գնահատում այդ գործընկերությունը երկարամյա եւ երբ որ եղան մեղմ ասած բարդ ժամանակներ հայ ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար եւ բռնի տեղահանումից հետո Հայաստանում Փաստաբանների պալատը Հայաստանի դարձյալ շարունակեց աջակցել Արցախի Փաստաբանների պալատին, կխնդրեմ մի փոքր խոսեք այն մասին, թե ինչպես եղավ այդ բարդ անցումը, ինչպես ներգրավեցիք Հայաստանում, Հայաստանի Փաստաբանների պալատում, Հայաստանի փաստաբանների հետ արդեն աշխատելը։ Նախ սկսենք դրանից, որ բլոկադայի ժամանակ ամեն օր մենք անմիջապես հեռախոսային կապի մեջ էինք Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի նախագահի ակադեմիայի ռեկտորի պարոն Զոհրաբյանի, պարոն Բաբայանի հետ։ Ամեն օր, գրեթե ամեն օր մենք խոսում ենք, լինում էր նաև օրը մի քանի անգամ։ Ամենօրյա ռեժիմում այդ խոսակցությունները մեր մեջ կար եւ պարոն Զոհրաբյանն ու պարոն Բաբայանը միշտ մեզ հարցնում էին, թե ինչով կարանք ձեզ էլ ինչով օգնենք։ Մենք մեր խնդիրներն էինք ասում, ինչ էր մեզ անհրաժեշտ, սակայն այն բարդ իրավիճակում, երբ որ շատ դժվար էր ինչ որ ապրանք անցկացնել այդ ճանապարհով Լաչինի միջանցքով Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի ղեկավարության կողմից դա ստացվել է անել 4 անգամ այդ ընթացքում մեզ օգնություն են տրամադրվել։ Դա եղել է դեղորայքի տեսքով, դա եղել է սննդամթերքի տեսքով, անհրաժեշտ պարագաների տեսքով, հիգիենայի պարագաների տեսքով, գումարային տեսքով։ Արցախի փաստաբանները այսօր Հայաստանում կարողանում են լիարժեք իրականացնել իրենց մասնագիտական առաքելությունը։ Այո, էլի Փաստաբանական պալատի շնորհիվ, Փաստաբանների պալատի նախագահի շնորհիվ եւ պարոն Զոհրաբյանի շնորհիվ մենք կարողանում ենք այստեղ հավատարմագրվել եւ շարունակել մեր մասնագիտությունը իրականացնել, գործունեությունը իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքում։ Պարոն Բեգլարյան, Հայաստանի Փաստաբանների պալատը նաև ունի նախաձեռնություն արցախահայերի համար, յուրաքանչյուր օր կարողանում են աշխատանքային ժամի մոտենալ հանրային պաշտպանի գրասենյակ եւ անվճար իրավաբանական խորհրդատվություն ստանալ։ Ինձ հետաքրքիր է կան խնդիրներ իրավական, որ դեռևս մնում են անլուծելի արցախահայության համար։ Կարծում եմ, որ խնդիրները շատ են Արցախահայության մոտ,
եւ այն ինչ իրականացնում է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը արցախցիների համար, սովորական մեր քաղաքացիների համար դա շատ կարեւոր է։ Ցավոք մեզ նման հնարավորություն չունենք, մենք էլ ենք ունեցել հանրային գրասենյակ եւ այլն։ Հիմա այդ հնարավորությունը մենք չունենք, բայց մենք ոչ մի ձևի չենք տարբերում դա, քանի որ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը ոնց որ եղբայր մեզ համար միշտ եղել է կա ու կարծում եմ կմնա ու ոչ միայն փաստաբանների պալատի համար, այլ պարզվում է որ բոլոր արցախահայերի համար։ Մինչև հիմա անվճար իրավաբանական օգնություն է տրամադրում, սակայն հոսքը շատ մեծ է, այսինքն խնդիրները շատ են, մարդիկ կորցրել են իրենց փաստաթղթերը, անձահաստատող փաստաթղթերը, չգիտեմ, բժշկական փաստաթղթերը, ինչը Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի շնորհիվ այդ հարցերը բնականաբար լուծում են։ Այնուամենայնիվ տեսնում եք հնարավորինս դրական տեղաշարժ Արցախի մեր հայրենակիցների խնդիրների լուծումների ուղղությամբ իրավական հարցերի մասնավորապես։ Այո, միանշանակ տեսնում եմ, նորից եմ նշում, մեծ մասը արդեն իրենց հարցերը լուծել են։ Այդ փաստաթղթերի հետ կապված անճշտումների հարցերը բոլորովին, այսինքն մեծ մասը բոլորովին լուծել են։ Շնորհակալություն, մաղթում եմ ձեզ հաջող եւ գեղեցիկ օր այսօր։ Ես եմ շնորհակալ։